Ժողովուրդ ջան, մեկ էլ մի հատ կոչ անենք Էջմիածնի մնացած ավականու անդամներին, մյուս նիստին ներկա գտնվել, մյուս նիստին պարտադիր ներկա գտնվել, որտեղ նորից եմ կրկնում, իրանք ամեն մեկը անհատապես Էջմիածնի ավականու անդամներ են, ոչ մեկ չի ասա, որ իրանք Նիկոլ Փաշինյանի ստրուկներն են, հետո ամեն ինչ հիշվելու է, մյուս նիստին կգան ներկա կգտնվեն, կդիտարկենք, որ իրանք որպես անհատ են հանդես եկել, չեն գա, ուրեմն իրանց մեղք իրանց վիզ ոնց որ ասում են, ամեն ինչ հիշվելու է, Էջմիածնում ամեն ինչ հիշվելու է բոլորի բարոյական արժեքները։ Երբ որ ժամանակին ասում էինք, այտենց մի արեք, լավ չի լինելու, իրանք արեցին։ Հիմա հնարավորություն կար, ինչ որ ձև գոնե բարոյականությունը պահպանելու, իրանք չկան։ Ուրեմն սա դիտարկենք որպես համընդհանուր դիվերսիա Էջմիածնի հանդեպ, ոնց որ այս 7 տարի դիվերսիա են արել, ոնց որ բանը լինի, պատերազմական գոտի լինի Էջմիածնի փողոցները արդեն, հիմա էլ էս հերթական դիվերսիան էր։ Էջմիածնում կարող է այստեղ ընտրվել քաղաքապետ ու ապացուցվել Դիանա Գասպանի եւ իշխանության համատեղ փողոտոցին, մինչև հերթական ընտրությունները, ու մենք վաղը ապրենք այլ Հայաստանում, բայց թող իրանք իրանց խղճի առաջ պատասխան տան, ոնց որ ասում է օրենքը։ Հաջողություն ձեզ։ Thank you.